Շարունակենք ես եմ ջամպան ճշմարտությունը եւ կյանքը խորհրդածություններու շարքը։ Հովանու ավետարանի մեջ դերը գսե ես եմ հարությունը։ Քրիստոսի հարությունը մեծակույն աբացույցն է հավիտենական կյանքի գոյության։ Իր հարությամբ մահը դարձուց ջամպա հաղթական կյանքի առաջնորդող։ Իր հարությամբ երկինքը երկրի վրա հաստատեց, իր հարությամբ մեզ արդար Աստուծո արդար զավակները դարձուց։ Իր հարությամբ խնդացուց երկինքն ու երկնքին նայել սիրողները եւ ահի մատնեց չարն ու չարակորզները։ Իր հարությամբ մեղքով անավադած մարդուն հոգին Աստուծո շնորհքերով լի զարգաստանի վերածեց։ Իր հարությամբ ծնծացուց ննչեցյալներու աշխարհը։ Իր հարությամբ սորվեցուց մարդուն հարություն առնել մեղքի քերեզմանեն ու հաղթանակ տանել չար վիշապին վրա։ Իր հարությամբ դարձավ զորանոցը սարսափահար առաքյալներուն եւ զորակլուխը հավատացյալներուն։ Իր հարությամբ բիմապոր քերեզմանեն դարձավ վեմ քերեզմանեն վախծող մարդկության։ Իր հարությամբ փաստեց թե ինքն է դերն ու դովիճը կյանքին։ Իր հարությամբ կոդաբնտեց հավատքը անոնց որոնք հավատքի ճահագիրները պիտի դառնային ամենուրեք։ Իր հարությամբ փաստեց թե Աստված ինքն է որ գիշխե երկնքի մեջ ու երկրի վրա եւ ոչ թե չարին զորությունը։ Իր հարությամբ Քրիստոս մեզի համար պատրաստած եղավ հավիտենավես անեղծ ժառանգությունը։ Եթե Քրիստոսի մարմինը երձանելի ըլլար եւ բդություն տեսներ, մեզի խոստանալիք իր ժառանգության անեղծության վերաբերյալ մենք կասկածամտությամբ պիտի մոտենայինք։ Ճիշտ է որ Քրիստոս իր հարությամբ վերջ չտրավ փորձություններուն եւ փորձիչին գործունեության, բայց ան ամրամնտեց ու հույսով զորացուց իր հետևորդները ընդեմ սատանային։ Եթե Քրիստոս հարություն չառներ, ով պիտի գրնար ամբողջ հոգիով ու սրտով պայքարել սատանային ու անոր չար արբանյակներուն դեմ։ Եթե Քրիստոս հարություն չառներ, ով պիտի գրնար իր վստահությունն ու հավատքը ամբողջությամբ հաստատել իր վրա։ Ան իր հարությամբ դարձավ վստահության աղբյուրը իր հավատացյալներուն։ Իր հարությամբ դարձավ ապավեն ու պաշտպանը բոլոր անոնց, որոնք իրենց հայացքը սևերած էին դեպի երկինք։ Դեսպասեին աստվածային միջամտության ազատագրվել անհուսության անդունտը։ Քրիստոսի հարությունը երաշխիք է մեր հարության։ Եզնիկ կողբացի գսե Քրիստոս իր հարությունը մեր հարության ճշմարիտ օրինակը դարձուց։ Եթե Քրիստոս ասավ թե ինք պիտի մեռներ եւ դարձել հարություն պիտի առներ եւ իր ասածը գդարվեցավ, մենք պատճառ մճունիկ չհավատալու իր խոստումին, թե մենք ալ հարություն պիտի առնենք։ Իր հարությունը պատճառ մնե մենք հավատանք արդասանած իր բոլոր մյուս խոսքերուն։ Երբ կխոսենք մերելներու հարության մասին, բնականաբար անոնց մարմիններուն հարության մասին է, որ խոսած գլանք եւ ոչ թե հոգիներուն հարության մասին։ Մարդուն հոգին հարություն առնելու պետք չունի, քանի որ անիգա ըլլա բրգված, ըլլա գործված երբեք չի մեռնի։ Եթե Քրիստոսի նմանողությամբ է որ հարություն մի դառնենք, ուրեմն հստակ է որ հարությունը մարմնավոր հարություն է, քանի որ Քրիստոս մարմինով հարություն առավ։ Անոր հոգին կենտանի մնաց իր մարմինի մահենի հետ։ Ոմանք կդժվարանան հավատալ եւ հարց կտան թե ինչպես Աստված պիտի գարենա հարություն տալ մերեններու, որոնք ամբողջովին փոշիացած ու մոխրացած են։ Այդպես մտածողներուն կհիշեցնենք, որ դերը Մարգոսի ավետարանի մեջ ասած է ամեն ինչ կարելի է Աստուծո համար։ Եթե Աստուծո համար կարելի եղավ ոչինչեն ստեղծել աշխարհը, կամ կետնին հողեն ստեղծել մարդը, հավա ինչու անկարելի պիտի լա իրեն համար հող ու ոչի դարձած մարդկության հարություն տալ։ Եթե մարդուն համար կարելի է ամբողջությամբ պլատակված շենք վերագառուցել, Աստուծո համար ինչու անկարելի պիտի լա ամբողջովին մոխրացած մարդկության հարություն բարգեւել։ Բնությունը անգամ կապացուցանե հարության իրական ըլլալը։ Հարության խոստումի մասին մենք միայն Աստվածաշունչին կամ այլ քիրքերու մեջ չէ որ կգարտանք, այլ նաև բնության մեջ։ Եթե անշունչ ծառեր, որոնք ծմրան լիովին կչորնան եւ կենտանության շունչ իսկ չի մնար անոնց մոտ, գրնան քառնան ու ամրան վերստին ծաղիլ ու գանաչիլ։ Հավա որքան ավելի Աստված կարողություն ունի ննչածները վերստին կյանքի գոչելու։ Բողոս առաքյալ գսե եթե ընդունենք թե մերելները հարություն չեն առներ, ասած գլանք նաև թե Աստված Քրիստոսը չհարուցանեց։ Գյուրեղ Երուսաղեմացի հայրաբեդը գսե եթե արմադեն գդրված ծառը գրնա վերստին աջիլ ու ծաղիլ, արդյոք մարդը վերստին պիտի չծաղի։ Հետևաբար դուք տարեցեք եւ տեսեք թե
որ մեկը ավելի մեծ է, նոր ստեղծել ամենը ինչ ստեղծվածը, թե ինգազն ու գործանվածը վերստին ցուլել եւ ստեղծել անգեր նոր պատկեր։ Եթե Աստված իր շունչով ստեղծած է մեզ, միթե կարող չէ ստեղծվածին եւ ինգազին հարություն բարգեւել։ Աստված գիտե ձեր դերահավատությունը, հատե ինչու այնպես հրավ, որ դուք տեսնելով անշունչ եւ անմրունչ բնության բերհարնումը հավատակ շնչավոր եւ բնական էակներու հարության։ Հաջորդին մի անդրադառնանք ես եմ իրավ հովիվը դյութի մասին, Փառք Հորը, Որդին եւ Սուրբ Հոգին, Հավիտյանը մինչեւ Հավիտյան։ Ամեն։